Բարև ձեզ, ձեր հետ է Անտոնիան Լիլյան, եւ այսօր մեր ընտանեկան ռադիոյի հյուրն է իմ մայրիկը, Մկրտչյան Լենան։ Մեր հայցազրույցի թեման դպրոցի մասին է լինելու։ Դե ինչ, սկսենք։ Բարև մայրիկ, ինչպե՞ս ես։ Բարև Լիլիա ջան, շատ լավ, դու ինչպե՞ս ես։ Ես էլ եմ լավ։ Սկսենք մեր հայցազրույցը։ Սիրով։ Դու դպրոց սիրում էիր գնալ, երբ փոքր էիր։ Այո, շատ։ Դպրոցն ինձ համար կախարդական աշխարհ էր, որտեղ ամեն օր մի նոր բան էի բացահայտում։ Իսկ ինչու է պետք սովորել։ Որովհետև ուսումը բացում է շատ դռներ, երբ գիտես, հեշտ է լուծել խնդիրներ ու առաջ գնալ կյանքում։ Իսկ դու գիրք կարդում էիր փոքր ժամանակ։ Իհարկե, ես շատ էի սիրում հեքիաթներ, պատմվածքներ կարդալ։ Գիրքը իմ մանկության լավագույն ընկերն է եղել։ Իսկ դու ունես սիրելի առարկան։ Այո, ես շատ սիրել եմ ֆիզիկա ու քիմիա առարկաները։ Իսկ դու ինչպես էիր դպրոցում սովորում, հեշտ էր քեզ համար։ Սովորում էի գերազանց, 10 տարի սովորել եմ գերազանց։ Իհարկե, միշտ լինում են դժվարություններ, բայց երբ սովորում ես ու չես ալարում, կարդում ես ու հասկանում, դպրոցում սովորելը դառնում է շատ հեշտ ու հաճելի։ Իսկ երբ դու մի բան չէիր հասկանում, ինչ էիր անում այդ դեպքում։ Ես հարցնում էի իմ ուսուցչին կամ մայրիկիս, ամաչելու բան չկա, պետք է միշտ հարցնել ու սովորել։ Իսկ դու այդ ժամանակ ինչ էիր երազում դառնալ։ Ես երազում էի դառնալ մանկավարժ, ինձ թվում է բոլոր փոքրիկներն դպրոց ժամանակ երազում են դառնալ մանկավարժ, որպեսզի սովորեցնեն երեխաներին սիրել գիրքը ու կրթությունը։ Իսկ երբ ցածր գնահատականներ էիր ստանում, այդ դեպքում ինչ էիր անում։ Մեր ժամանակ մեզ գնահատում էին 1-ից 5 բալային համակարգով, ցածր գնահատականը դա մեր համար 4-ն էր, որի համար շատ տխրում էինք, բայց հետո չէինք ալարում, սովորում, միշտ ստանում ենք գերազանց 5 գնահատականը։ Երբ դասերից հոգնում էիր, ինչպես էիր հանգստանում։ Մեր ժամանակներում չկային այժմյան զբաղմունքները հեռախոսներ, պլանշետներ, համակարգիչներ։ Մեր համար ամենահետաքրքիր ու ամենասիրելի զբաղմունքը բակային խաղերն էին, որ մենք միշտ առավոտվանից մինչև երեկո խաղում էինք ընկերներով բակում գնդակ, բադմինտոն, տարբեր շատ հետաքրքիր խաղեր։ Իսկ դու տնային գործեր անում ես բացի դասերից։ Այո, ես միշտ օգնել եմ իմ մայրիկին ու երբեմն երբ որ դու ես ինձ օգնում, դա ինձ շատ ուրախացնում է։ Դպրոցը քեզ կյանքում օգնեց կա։ Շատ։ Դպրոցում սովորածներս ինձ օգնել են թե աշխատանքում, ընկերության մեջ եւ նույնիսկ մայրիկ լինելիս։ Եթե հիմա նորից գնայիր դպրոց, ինչ այնտեղ կփոխեիր։ Եթե հիմա նորից գնայի դպրոց, ես ավելի քաջ կլինեի, ավելի շատ կկարդայի, կվայելեի ամեն մի օրս, որովհետև մեծանալով մենք նոր ենք հասկանում, որ դպրոցը ամենաանմոռանալի ժամանակն է մեր կյանքում, մեր մանկությունում։ Մայրիկ, իսկ ինչ խորհուրդ կտաս ինձ եւ այս ռադիոն հիմա լսողներին։ Սիրեք սովորելը, շատ գիրք կարդացեք, մի վախեցեք դժվարություններից, գիրքը, դպրոցը, գիտելիքը ձեր լույսի ճամփան են։ Շնորհակալ եմ Մայրիկ ջան, որ պատմեցիր քո դպրոցական կյանքի մասին եւ ինձ այդ լավ խորհուրդները տվեցիր։ Շնորհակալ եմ սիրելիս, որ այս գեղեցիկ հարցերը տվեցիր ինձ։ Դու ինձ նորից վերադարձրեցիր մանկություն ու հիշեցրիր, թե որքան թանկ է սովորելու ճանապարհը։ Ես քեզ միշտ կուղեկցեմ այդ ճանապարհին, սիրով, հավատով ու լույսով։ Դե ինչ, իսկ հիմա մենք ձեզ կասենք Ստեսություն։